Գուշակիր բրենդը։ Կառուցվածքային սիլուետներ եւ անսպասելի կտրվածքներ, սա Vizivig բրենդն է։ Նախորդ Guess the Brand release ժամանակ իմ հետևորդները ինձ ուղղեցին, ասելով, որ Dance-ից բացի կա եւս մեկ արևային ակնոցների արտադրող Հայաստանում, սա հենց այդ բրենդն է, Twins-ը։ Նախքան հաջորդ բրենդին անցնելը հետևիր իմեջին։ Այս բրենդը իր մեջ միավորում է թրենդները եւ չհնացող կլասիկան, սա Daphne բրենդն է։ Այս բրենդի զարդերը ինձ ծանոթ են, բայց անունը անկեղծ ասած չեմ հիշում։ Ինձ պետք է զանգ ընկերոջը։ Ման, քնացես։ Դեսի մի հատ արագ հարց։ Ժայրի տեքստուրայով մասիվնի զարդեր էին։ Կարող է անունը հիշես բրենդի։ Հավանաբար մեծոտիկ բանը ինչ է։ Հա։ Ու իդեսի չեմ հիշում այդքան։ Սուր, հա, սուրս, ինչ որ։ Հա, ճիշտ է, սուրս։ Հա։ Ապրես շատ։ Հա, շարունակում ենք։ Մենք ընտրում ենք սուրս պատասխանը։ Ամենօրյա ոճային հագուստ, վառ գույներ եւ բրենդի խորհրդանշական դարձած գլխարկները, սա Rich and Fabulous բրենդն է։ Այս բրենդը ես անվանում եմ հայկական Hermes, սա Ache բրենդն է։ Հուսով եմ ճիշտ եմ արտասանել բրենդի անունը։ Այս բրենդը գրավել է ինձ իր սլոգանով Comfortable like a second skin եւ բրենդի անվանումը եւս փոխանցում է այդ միտքը Skin to Skin բրենդն է։ Տափակ կոշիկներ, որոնց որակը փոխանցվում է նույնիսկ նկարների միջոցով։ Սա Միքայելի բրենդն է։ Քարերի հետ նման մանրակրկիտ աշխատանքը բնորոշ է միայն Dance-ին։ Անչափ ուժեղ էներգիա ունեցող բրենդ, որը միավորում է վառ գույները եւ լուսանկարչությունը, սա Damink-ն է։ Իսկ այս բրենդը թող գուշակեն իմ հետևորդները։ Մեկնաբանություններում նշեք բրենդի էջը։